Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Բարև ձեզ բարեկամներ, մենք Մոսկվայից հերթական ուղիղ կապն ենք հաստատել Երևանյան տաղավարի հետ, ուր մեր զրուցակիցը ձեզ բոլորիդ քաջածանոթ քաղաքագետ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ, Համլետ։ Դե դուք տեսնում եք ինչ է կատարվում, գնալով որքան մոտենում են ընտրությունները, այնքան լարվածությունը ավելանում է, եւ պիտի ասեմ, որ ԱՊԿ նախագահը, խորհրդի նախագահը Շոյգուն նույնպես դժգոհում է, որ զարմանալի է, որ Հայաստանը առաջիկա այդ կարևոր միջոցառմանը չի մասնակցում առաջին դեմքի մասնակցությամբ եւ սա շատ անհասկանալի է, քանի որ այստեղ դրվելու է նաեւ Հայաստանի լինել թե չլինելու հարցը այդ կառույցում։ Ինչ կասեք այդ մասին։ Մայիսի 26-ին Հայաստանը ստորագրեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների խարտիան եւ ըստ էության այո այդ նոր Հայաստանի համար նոր պայմանագիրը հակասության մեջ է գտնվում Հայաստանի հապկում անդամության հետ եւ այո եկել է արդեն այն պահը երբ որ հապկը պիտի որոշում կայացնի ինքը պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունները Հայաստանի դիրքորոշումը հիմա այն է որ Հայաստանը հապկից դուրս չի գալիս այդ միջազգային պայմանագրում իր անդամությունը պահպանում է բայց եւ դադարեցրել է սառեցրել է գործունեությունը հապկի կառույցների հետ համագործակցությունը Հավանաբար մենք տեսնելու ենք կարելի է ասել սկիզբ դրվեց ինչ որ գործընթացի երբ Հայաստանի արչև կդնեն այդ խնդիրը որ Հայաստանը պիտի հստակեցնի իր դիրքորոշումը այսպես միջանկյալ ժամանակահատվածը արդեն եկավ ավարտի եւ պիտի կամ Հայաստանը դուրս գա ու հավանաբար արդեն պիտի դուրս գա քանի որ ԱՄՆ-ի հետ կնքել է այդ որ ասացի մայիսի 26-ին Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան եւ կնքվեց այդ խարտիան ԱՄՆ Հայաստան հարաբերությունները որի նաեւ մի հատվածը վերաբերվում է անվտանգության ոլորտում համագործակցության եւ առհասարակ դա արդեն դիտվում է հապկի կողմից որպես հավանաբար լուրջ խոչընդոտ Հայաստանի անդամության համար։ Պարոն Ղուկասյան, դե տեսնում եք բոլոր ընդդիմադիր ուժերը գտնում են որ որքան այս իշխանությունները երկար մնան, ինչպես ասում են իրենց դիրքերում, այնքան է վիճակը ել ավելի է լարվելու, ել ավելի է այսպես օրհասական դառնալու։ Ինչ եք կարծում, այնուամենայնիվ ինչ զարգացումների մոտ ապագայում մենք կարող ենք ականատես լինել։ Հայաստանում շատ մեծ է պրոտեստային տրամադրությունները Նիկոլ Փաշինյանի դեմ շատ մեծ են տարբեր գնահատականներով առնվազն կեսը եւ նույնիսկ կանգնահատականներ մինչեւ 70% քաղաքացիների դժգոհ են
Փաշինյանի քաղաքականությունից եւ դիմությունը ինքը միատար չի այստեղ այո աշխատում է օգտագործել այդ էներգիան, այդ տրամադրությունները արդյունքի հասնելու համար։ Պրոռուսական քաղաքական ուժերը իր ձևով են մեկնաբանում Հայաստանի առջև դրված խնդիրները եւ մի բովանդակությունով են լցնում Նիկոլ Փաշինյանի հեռացնելու հարցը այլ ուժերը, այլ ընդդիմադիր ուժերը ուրիշ բովանդակություններ են դրա մեջ տեսնում։ Հատկանշական է այս վերջերս դոսիե մեդիա կայքում հրապարակվեց մի հոդված Ռուսաստանի դիրքորոշումների մասին Հայաստանի ընտրություններում եւ Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին, մասնավորապես Միասնության թևեր եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունների եւ Դաշինքի այդ արշավներն էին այնտեղ նաեւ վերլուծվում եւ այդ վերլուծությունների մեջ գրված էր գլխավոր խնդիրները Ռուսաստանի։ Ես շադրություն դարձրեցի, որ ըստ այնտեղ վկայակոչված փորձագետի Հայաստանը այն դրության մեջ է, երբ եթե Փաշինյանին փոխարինեն ազգայնական ուժերը, ապա շատ մեծ է ռիսկը, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կգնա դեպի արևմուտք։ Այստեղից եւ գալիս է պրոռուսական քաղաքական ուժերի առաջադրանքը զբաղացնել տիրույթ քաղաքական դաշտում, թույլ չտալ Հայաստանում ազգային ուժերին իշխանության գալու, այսպես պինդ պահել այդ դիրքերը, որպեսզի ընտրողները, այսպես ասած, չհամախմբվեն ազգայնական ուժերի շուրջ։ Եվ սա կարևոր իմ կարծիքով գնահատական է, վկայում է, որ այո, եւ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում արդեն ձևավորվել է մեծ անվստահություն եւ իշխող ուժը արդեն շատ վատ դիրքեր ունի հանրության մեջ եւ այդ նույն դոսիե կայքից պարզ է դառնում, որ պրոռուսական այդ քաղաքական ուժերը նույնպես տապալեցին իրենց արշավները չարեցին այն առաջադրանքները, որոնց որ իրենք առաջարկում էին արշավները կազմակերպելու եւ ոնց որ թե նույնպես իրենց արդյունքները այդքան էլ լավ չեն այդ կայքում հրապարակված փաստաթղթերի համաձայն այնտեղ շատ մեծ քննադատություն են գրված եւ Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական կուսակցությունների դաշինքի վերաբերյալ եւ Միասնության թևեր կուսակցության վերաբերյալ երկուսն էլ համարվում է, որ տապալեցին իրենց արշավները, չկատարեցին այն առաջադրանքները ընտրողների հետ աշխատելու, ընտրարշավ անցկացնելու, որը որ իրենց առջև դրված էին։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Պարոն Ղուկասյան, տեսեք, խոսույթները, որ հիմա հնչեցում է իշխանության կողմից,
անհասկանալի են, ինչու եք կենթանի մնացել, ինչու չեք զոհվել, նմանատիպ խոսույթները ինչի կարող են հանգեցնել եւ ի վերջո այս քարոզ արշավը հենց այս նման խոսույթներում է տարբերվում նախորդներից, թե ինչ որ նոր բան էլ կա։ Արցախի հարցը Փաշինյանի ամենաթույլ տեղն է։ Փաշինյանը 18 թվականին ընտրություններից առաջ հանդես եկավ կարգախոսով, որ Արցախի հարցի վերաբերյալ Հայաստանի որոշումը բանակցություններում լինելու է թափանցիկ եւ այդ որոշումը կայացվելու է հանրության հետ միասին։ Իրականում 19 թվականին Փաշինյանը մի ինքնուրույն կամ իր նեղ շրջանակով համախոհների ընդունեց որոշում բանակցությունների թոքը կտրել եւ Ադրբեջանին շնորհել հնարավորություն հարձակվել Արցախի վրա, ինչպես ինքը Փաշինյանն է բացատրում, որպեսզի իրեն չմեղադրեն ազգի դավաճան հոխանձնող այդ քննադատության, որպեսզի առարկա չդառնա, նա այսպես որոշում կայացրեց բանակցությունների խաղաղ կարգավորումը բանակցությունների հարթությունից տեղափոխել ռազմական կոնֆլիկտի հարթություն։ Այսինքն ակնհայտ է, որ խոստումը տրված 18 թվականի ընտրություններից առաջ ընտրություններում եւ դրանից հետո արված քայլերը իրար հետ չեն համընկնում։ Նույնը տեղի ունեցավ եւ 21 թվականին, երբ որ Փաշինյանը խոստումներ էր տալիս, որ Հայաստանը հետամուտ է լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը եւ Արցախի տարածքի դեօկուպացիայի, բայց ընտրություններից ուղիղ 1 տարի հետո, նույնիսկ 1 տարի չանցավ, Փաշինյանը հանդես եկավ հայտարարությունով, որ պետք է նշաձողը իջացնել Արցախի կարգավիճակի, դա նշանակում էր, որ պետք է լուծարել Արցախի հանրապետությունը եւ նշանակում էր, որ Հայաստանը համարում է, որ արցախցիները պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, որպեսզի շարունակեն ապրեն Լեռնային Ղարաբաղում։ Այսինքն լավագույն դեպքում կարելի էր հասկանալ, որ ինչ որ ինքնավարության մասին է խոսք գնում, որ Հայաստանը ինչ որ մի ինքնավարություն է պաշտպանելու հայերի համար Արցախում։ Դա իհարկե 180 աստիճան շրջադարձ էր ընտրությունների ժամանակ տված խոստումներից։ Հիմա, երբ որ այդ հարցերը տրվում են Փաշինյանին, իհարկե իշխող ուժը պատրաստվել է ընտրություններին, ունի նարատիվներ պատրաստված եւ այդ հարցում դա այսպես ասած մշակած տնային պատրաստված աշխատանք է մեղադրել հենց ժողովրդին Արցախի տապալման համար, մեղադրել մարդկանց, որ իրենք չեն աջակցել հաղթանակի եւ դրա համար Հայաստանը պարտվեց, դրա համար Արցախը պարտվեց, այսինքն պատասխանատվությունը փոխանցել հանրության ուսերին, մասնավորապես արցախցիների ուսերին, բանակի ուսերին, բանակում ծառայող մեր զինվորների ուսերին եւ դա բերում է նաեւ այսպիսի սուր բախումների, որովհետեւ դա անարդար նարատիվներ են, իրականությանը չհամապատասխանող նարատիվներ են ուղղված եւ արցախցիներին եւ մեր բանակին եւ այստեղ այո նյարդային իրավիճակ է իշխանությունների համար այդ նարատիվները, այդ իրենց փորձը պատասխանատվության բեռը դնել ժողովրդի Արցախի եւ Հայաստանի ժողովրդի բանակում կռվողների այդ պատերազմի մասնակիցների ուսերին, դա հանրությունը չի ընդունում։ Մեծամասնությունը դրա հետ համաձայն չի եւ մենք ականատես եղանք ինչպես տապալվեց փորձը Փաշինյանի ինքը ափերից դուրս եկավ եւ ամենավատը որ Արտուր Օսիպյանը, որը որ Արցախում տարիներ շարունակ պայքարել է այնտեղ օլիգարխիկ կոռուպցիոն իշխանությունների դեմ, այսօր բանտում է, հացադուլ է հայտարարել, այսինքն
Փաշինյանի համար այնքան կարևոր էր այդ սայթակումը, որ այսպիսի լուրջ հետևանքներ տեղի ունեցան Արթուր Օսիպյանի համար եւ այսօր այսպես Փաշինյանը պատրաստ է ամբողջ այդ դատական իրավապահ համակարգը հարվածի տակ դնել ժողովրդավարական բաստիոն այդ կերպարը եւ այլն միայն թե պահել Արթուր Օսիպյանին բանտում որպեսզի սարսափ լինի արցախցիների շրջանակում որպեսզի այդ բոլոր հարցերը որ Արթուր Օսիպյանը հնչեցրեց հանրային ավելի լայն շրջանառություն չստանան այդ թվում եւ այն հարցը թե ինչու է Փաշինյանը աջակցել Արցախում Արայք Հարությունյանի նախագահ դառնալուն ինչու է փող տվել այդ օլիգարխիային Արցախի սատարել իրենց այդ քաղաքականությանը եւ ինչու է խանգարել Արցախի ընդդիմադիր ուժերին Արցախում նույնպես հեղափոխություն անել ինչպես որ հեղափոխություն եղավ 18 թվականին Հայաստանում դա սարսափելի հարցեր են Փաշինյանի համար եւ իհարկե դրանով է պայմանավորված եւ Արթուր Օսիպյանի նկատմամբ այդ խիստ ռեպրեսիան, այդ մեծ վախը, որպեսզի այդ հարցերը, այդ մտքերը ավելի լայն շրջանառություն հասարակության մեջ չստանան, թե արցախցիների շարքերում, թե Հայաստանի հասարակության մեջ, բայց տեսնում ենք հակառակը օր-օրի աճում է Արթուր Օսիպյանի աջակցությունը օրորի ավելի շատ է տարածվում այդ հարցերը, այդ գաղափարները, ինչը իհարկե վնասում է Փաշինյանի արշավին։ Ես պիտի ասեմ, որ եթե նման ոճով շարունակվի քարոզարշավը, Հայաստանի Հանրապետությունը կզրկվի իհարկե ԵԱՏՄ-ի հարուստշուկայից, էլ չեմ խոսում, որ գազը կսկսեն ձեռք բերել 2-3 անգամ ավելի գնով։ Սա իհարկե կարող է նոր ճգնաժամի առիթ դառնալ։ Ինչ կասեք այս կապակցությամբ։ Մոսկվայի ղեկավարությունը զգուշացնում է դրա մասին, ի նկատի ունենալով, որ Հայաստանի որոշումը Եվրոմիության անդամ դառնալու բերելու է այդ ձեր ասած հետևանքների։ Այսինքն դուրս գալով ԵԱՏՄ-ից եւ անդամակցելով Եվրոմիությանը Հայաստանը պիտի հաշվի առնի էներգետիկ եւ այլն խնդիրները։ Դե իհարկե դա իրականություն է, որը որ գոյություն ունի եւ Արևմուտքը նաեւ նույնպես լրջորեն վերաբերվում է այդ հարցերին եւ մշակել է Հայաստանի համար ծրագիր, ինչպես հաղթահարել այդ բոլոր խնդիրները։ Օրինակ, այդ միջուկային ոլորտի առաջարկները ԱՄՆ-ի ուղղված են հենց Ռուսաստանից գազ ձեռք բերելու անհրաժեշտությունը նվազեցնելու համար։ Հայաստանը այսօր զգալի քանակը ձեռք գնվող գազի օգտագործում է էլեկտրաէներգիա արտադրելու համար։ ԱՄՆ-ն առաջարկում է անլայնել միջուկային էներգիայի օգտագործումը եւ դրանով ազատվել գազի մատակարարման հարցում Ռուսաստանից կախումներից։ Նաեւ իհարկե մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ Եվրոմիության շրջանակներում ամենահայտնի, ամենախոշոր ծրագիրը դա հենց գյուղատնտեսության աջակցության Եվրոմիության ծրագրերն են, որոնք ենթադրում են, որ ֆերմերները պետք է ստանան ու ստանում են Եվրոմիության կազմի պետություններում մեծ դոտացիաներ, սուբսիդիաներ, անասուն պահելու համար, հող մշակելու համար եւ այլն, եւ այդպիսով Եվրոմիությունը ապահովում է, որ անդամ պետությունները ապահովեն իրենց պարենային անվտանգությունը։ Այսինքն Հայաստանի համար այստեղ ռուսական շուկաներից այդ գյուղատնտեսական ոլորտի ապրանքների սպառումից զրկվելը ունի հակակշիռ ստանալ հնարավորություն Եվրոմիության ծրագրերը բերել Հայաստանի գյուղատնտեսություն եւ զարգացնել գյուղատնտեսությունը արդեն եվրոպական կանոններով եւ ստանդարտներով։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, դա այո առարկայական հարցեր են,
ինչ է ինչի հետ կարող է փոխանակվել եւ ինչ արդյունքներ կարող են լինել, բայց Ռուսաստանի Դաշնության նախագահի հնչած խոսքերը ըստ էության բացահայտում են, որ Ռուսաստանի Դաշնությունը համամիտ է, որ Հայաստանը կարող է Եվրոմիության անդամության հարցը դնել հանրաքվեի եւ ինչպես որ ժողովուրդը կորոշի, ինքը կհարգի այդ որոշումը եւ կապահովի Հայաստանի հետ ցիվիլ, այսպես ասած, հարաբերությունների վերակազմակերպումը, եթե Հայաստանը իր կողմից պահպանի մի շարք կանոններ, նախապես այսպես ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում մնա եւ ամենակարևորը դա հավանաբար վերաբերվում ազգայնական ուժերին, եթե Հայաստանում իշխանության չգան ազգայնական ուժեր, որոնք որ ինչպես որ Ուկրաինայում եկան ազգայնական ուժեր, ավելի խիստ, ավելի կոպիտ դիրքորոշում կարող են զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Մենք լսեցինք Վլադիմիր Պուտինից եւ միաժամանակ տեսնում ենք, որ այո, Մոսկվան շատ հիմա, այսպես ասած, կտրուկ քայլեր է անում ընթരാճ եւ դրանից հետո ինչ որ մայիսի 26-ին տեսանք Մարկո Ռուբիոյի ԱՄՆ-ի պետքարտուղարի այցելությունը Հայաստան եւ այդ տրիպին վերաբերող հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին վերաբերող եւ բոլորի համար անակնկալ եղած հանքարդյունաբերության ոլորտում համատեղ գործելու հռչակագրի վերաբերյալ, որը եւս հետաքրքիր մի նոր դրվագ ստեղծեց, օրեր առաջ Թուրքիան հայտնեց, որ պատրաստ է թույլ տալ Հայաստանին միանալ իր երկաթգծին Վրաստանի միջոցով, հասկանալի էր, որ դա հենց հանքարդյունաբերության շահերին վերաբերվող քայլ էր, եւ հիմա կարծես թե ամեն ինչը պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն այո ունի հետաքրքրություն Հայաստանում հանքարդյունաբերության մեջ եւ Թուրքիան նույնիսկ պատրաստ է իր երկաթ գիծը, այսպես ասած, բացել Հայաստանից ուղարկվող Եվրոպա ապրանքների համար, հասկանալի է դա մոլիբդենն է, պղինձն է, հիմա խոսում են նաեւ նոր ինչ որ հանածոների մասին, մի խոսքով այս ամենը նորություն էր, բայց վկայում է այն մասին, որ ինչ որ բանակցություններ եղել են, գնացել են եւ Հայաստանը ԱՄՆ-ի հետ կառավարությունները ունեն ինչ որ մի ծրագիր, ինչպես դա իրականացնել եւ ԱՄՆ-ի շահերը այնքան կարեւոր են, որ նույնիսկ Թուրքիան ստիպված եղավ այդ քայլի գնալ, որ երկաթգիծը թույլ տալ Հայաստանին օգտագործել Վրաստանի միջոցով։ Այս ամենը լուրջ մարտահրավերներ են Ռուսաստանի Դաշնության համար, եւ մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարության քայլերը լարսում հիմա մի շարք ապրանքներ հա մուտքը արգելափակվեց Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն եւ այս բոլոր հայտարարությունները, կարծես թե դա այսպես զուգահեռ են գնում, ինչպես նաեւ ավելի սուր դարձավ ընտրությունները Հայաստանում, ընտրությունների հարցը։ Եթե մինչեւ այս ամենը կարծես թե հանգիստ թունով էր զարգանում սովորական ընտրարշավ, որտեղ ինչպես ասացի այդ դոսիե կայքում գրված էր Ռուսաստանի խնդիրն էր իր աջակիցների քարոզը լայնացնել, Ռուսաստանի կերպարը այսպես ուժեղացնել եւ զերծ պահել ազգայնական ուժերը իշխանության գալուց, դա էր պրոռուսական կուսակցությունների ֆունկցիան գլխավոր։ Հիմա կարծես թե արդեն իշխանափոխության հարցն է բերվում առաջնային։ Մենք տեսանք Գելլափի հարցումները, որտեղ որ կարծես նկարագրվեց այն պլատֆորմը, որով շարժվելու է պրոռուսական կուսակցությունների այդ խումբը, Հայաստան դաշինքը, ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, խոսքը գնում է, որ իրենք ակնկալում են, որ կունենան մեծամասնություն միասին երեքով
եւ կամ 4-ով նաեւ միասնության թևեր կուսակցության հետ եւ պատրաստ են հետընտրական պայքարի եթե այդ արդյունքը չգրանցվեց իրենք պատրաստ են դուրս գալ փողոց դրա մասին եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց այսինքն հետընտրական բողոքի սցենարը արդեն մատուցված է որպես բարձր հավանականություն ունեցող քաղաքական էլեմենտ եւ տեսանք իշխանությունների արձագանքը դա Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունն էր այդ շարքից երևի այդ պրոռուսական ընդդիմության դա ամբողջավարության տեսակետից ամենափորձառու այսպես հաջող կերպարն էր քաղաքական ով կարող էր իր վրա վերցնել հետընտրական պայքարի բեռը կամ այդ բեռի զգալի մասը եւ հիմա ոնց որ այո բոլոր խաղադրույքները շատ բարձր են եւ մենք պիտի հասկանանք որ մեծ ռիսկ կա հետընտրական բախումների օր-օրի սիգնալներ են գալիս որ եւ հանրության մեջ լարվածությունը աճում է այսօր միջադեպ տեղի ունեցավ որ քաղաքացիական պայմանագրի կողմնակիցը դանակահարեց ընդդիմադիր ինչ որ մի ընդդիմության համախոհներից մեկին ինչի հետևանքով վերջինս մահացավ այս լարված վիճակով մենք այո մեծ ռիսկ ունենք հետընտրական բախման լուծումը կա ընտրողների համար դա քվեարկել նոր կուսակցություններին ազատվել այս հին մխրճված այս խնդիրների մեջ անլուծելի խնդիրների մեջ ԿՊ-ի համար Փաշինյանի համար Հարաբաղի հարցը անլուծելի խնդրեմ է պրոռուսական ուժերը նույնպես ունեն բազմաթիվ խոցելի կողմեր հայ ընտրողների համար այսօր լուծումը քվեարկել նոր կուսակցություններին այն կուսակցություններին դրանք 7-ն են որոնք որ ստեղծվել են վերջի ժամանակահատվածում եւ ազատ են այն բոլոր մեղադրանքներից, այն բոլոր խնդիրներից, որոնք որ նախորդ կուսակցությունների այդ հին կուսակցությունների հետ գրեթե բոլորի հետ կա։ Սա է իմ կարծիքով Հայաստանի հնարավորությունը, որ ժողովուրդը խուսափի հետընտրական բախումներից զրկի այդ Փաշինյանին եւ իր օպոնենտներին նման ընթացքով, նման սցենարով քաղաքական process-ը տանելուց։ Ես կոչ եմ անում մարդկանց քվեարկել այդ նոր կուսակցություններին։ Անկախ նրանից թե ով ինչ ճաշակով բայց ոչ Փաշինյանին եւ ոչ այդ պրոռուսական ակումբին։ Շնորհակալ եմ պարոն Ղուկասյան հերթական ուժ միացման համար մենք իհարկե առաջիկայում կշարունակենք վերջին ռեպորտաժները ձեզ հետ Մոսկվայից բայց կարծում եմ որ մեզ իհարկե հետաքրքիր զարգացումներ են սպասում այսօր այսքանով բավարարվենք հիշեցնեմ որ մենք ուղիղ կապով զրուցում ենք քաղաքագետ հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ այսօր այսքանը ցտեսություն կան մարդիկ որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15